Քրիստոնեական ուսմունքի կարևորության մասին, ուսմունք եւ քրիստոնեություն, մաս առաջին, քրիստոնյաների մեծ մասը հաճախ անտեսում է քրիստոնեական ուսմունքի ուսումնասիրությունը, դրա վերաբերյալ հաճախ կարելի է լսել հետևյալ պատճառաբանությունները. առարկություն 1. Քրիստոնյան Հիսուսի կարիքն ունի եւ ոչ թե ուսմունքի, առարկություն 2. Քրիստոնեությունը սրտի կրոն է եւ ոչ թե մտքի, առարկություն 3. Ուսմունքը հանգեցնում է քրիստոնեական եռանդը, առարկություն 4. Ուսմունքը գործնական չէ եւ քիչ կիրառություն ունի քրիստոնյայի կյանքում, առարկություն 5. Ուսմունքը երկպառակտությունների պատճառ է դառնում, առարկություն 6. Ուսմունքը չափազանց բարդ է սովորական քրիստոնյայի համար, չնայած այն հանգամանքին, որ այս առարկությունները բավականին տարածված են ժամանակակից քրիստոնյաների շրջանում, դրանք անհիմն են եւ արտահայտում են աստվածաշնչյան քրիստոնեության ու Աստծո կամքին անտեղյակ լինելը, ինչը բացահայտված է Սուրբ գրքում։ Այս եւ սրան հաջորդող երկու գլուխներում մենք մեկ առ մեկ կհերքենք այս առարկությունները եւ ցույց կտանք աստվածաշնչյան ուսմունքի կենսական կարեւորությունը քրիստոնյայի կյանքում։